հայտարարություններով չի հիմնավորվում բնականաբար շրջանառու միջոցառումը չէ, գից ներկայացված մասնախնդրով հիմնավորվում է եւ պետք է ընդդում իմ օգտակցությունը ուղղակի, որ այցելուի ներկայացուցիչը ուղղակի հասկանում է այս ամեն ինչը, որ շրջանառու միջոցառումը, բայց ձևական առումով այդ պատասխանատվությունը ուղղակի չեն ցանկանում իրենց վրա վերցնել, ասել, օքեյ, չենք ավարտում։ Ամեն ինչ ակնհայտ է, գիտի դառան, այսքան խոսալու առիթ չկար, էլի այս թեմայով։ Դեպքում միջնորդության քննությունը դատարանը ավարտում է, կապակցության դատական ակտով կայացվի որոշում կողմի կողմերին, որոնք սահմանված ժամկետում։ Ձեր միջնորդության էլեկտրոնային ֆայլը կտրամանեք, չէ՞ դատարանը։ Էլեկտրոնային փոստում կվերցնեք, նստից հետո կուղարկեք։ Այլ միջնորդություններ ունեք։ Այլ դատարան Ինչի վերաբերյալ։ Նույն հարցեր է։ Նույնիսկ Վիդեկ Սպոյանից ներկայ միջի մասով։ Ես ստեղծողություն դատարան։ Այստեղ տարբերությունը խոսքերում արդեն հիմնական միջոցից։ Հատել դատարան, արդեն նշեց համախոհություն։ Ներկայացման ժամանակ 2025 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ կիրառվել են արգելանքներ այցելուի ներկայացուցչության հիմքով եւ Վիդեքսին արգելել է օտարի սեփականության ինքնապատկամը աշխարհ եւ շարժական գույքեր բացառությամբ ընթացիկ ակտիվների շրջանառությունների հայտնի իրավական կանոնացում մասնակցություն տնօրինի կապված որևէ գործողություն կատարել։ Հիշյալ որոշման հիմքով տրված կատարական թերթի նորանավստել կատարական բարույթ 510-93 եւ հիշյալ կատարական բարույթով ակտիվներ են դրվել գիտության գույքի շարժման աշխարհ գույքերի Դրա դեպքում Վիդեքսականը դասագրության ընթացքում մասնավորապես կառուցապատման աշխատանքները կատարած, ստանձնում է բազմաթիվ պարտավորություններ, այդ թվում առևտրային բանկերի կնքած պայմանագրերով, որոնցով ներգրավել են վարկային միջոցներ։ Հարգելի դատարան ամենաբան փոխվի կողմից 2020 թվականի մայիսի 26-ին տրված դեպքության համաձայն Վիդեքսակայի վարկային պարտավորությունները Պարտավորությունները 23.05.2025 թվականի դրությամբ կազմում են թվով 4 վարկային պայմանագրեր են նկարագրված թիվ ՎՊ 00-13-03 վարկային պայմանագրերի պարտավորությունը կազմում է 541.464,422 ամբողջություն դրան, թիվ VP 44-70-40 պայմանագրով պարտավորությունը կազմում է 1,500,415 դրամ, թիվ VP 49-54-55 վարկային պայմանագրով պարտավորության կազմում է 442,000 դրամ և թիվ VP 50-22 վարկային պայմանագրով վարկային պարտավորությունը կազմում է 2,000 դրամ։ Վիդեքսակը ընթացիկ տարվում տնտեսական ֆինանսական խնդիրով պայմանավորված վարկային պայմանավորված պարտավորություն ընթացիկ սպասարկման համար առաջացել են դժվարություններ, մասնավորապես վարկի գծով հերթական 50 տարվա համաշխարհային մասով վճարել ամբողջական ծավալով կատարելու համար։ Նման պայմաններում ընկերությունը կապանող ակտիվի առավելացումների կառավարման եւ դրանք ընկերության ֆինանսական գործունեության ավելի առաջնային ոլորտին ուղղելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կարել ընկերությունը բականով որոշ շարժական գույքեր, որ ընկերության ներկայիս տնտեսական գործության մեջ առաջնային նշանակություն ունեն եւ բացատրելով դրանց շահագործման անհրաժեշտությունը դրանք պայմանավորված դրանք պահանջում են ծախսել դրանց սպասարկման պահպանման համար։ Դատարանի 2023 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ գերած արգելանքը Վիդեքսակայի համար ընկերության հավաքական գործունեության ընթացքում դետայլիզացիոն խոչընդոտներ, մասնավորապես ընկերության տնտեսական գործունեության պայմանավորված ընկերություն կառավարության կառավարման տեսանկյունից կիրառվածության պայմաններում ընկերությունը չի կարող օտարերին պատկանող շարժական գույքերը եւ դրանց օտարի ստացած միջոցները ուղղել ընկերության տնտեսական գործունեության ավելի արդյունավետ եւ կարևոր ոլորտին վարկերի պարտավորությունը ընթացիկ սպասարկման, այսինքն կիրառված IT ապահովման միջոցը ներկայումս համաչափ չի ներկայացված պահանջի IT ապահովման ստեղծող նպատակին եւ ընկերության համար ստեղծումը խոչընդոտում։ Հիմք ընդունելով քաղաքացիական տնտեսական ոլորտի դեպի առաջին մասի կարգավորումները, հավելյալություն մասի կարգավորումները, 154
առաջին երկու մասի կարգավորները, կտորենք, որ դրադերքում իրարված անձիակողմը միջոցի պայմաններում և դրապած պաստերի ինքով ներկայացնել որոշմանունարում իդեքսը սեպարացիոնիզով պատման շարժական ունքեր, իդեքսը բային պատման շարժական ունքի մնական ծադանի 25-25 ժողականի որոշման կիրարված աղթելակ և տտանի կողմից կիրարված աղթելակը պաստացի անին է դարձում իդեքսը բային պատման շարժական ունքեր նոտարել և պատասնիջոցնեն ընթացիկ պատավորություն մորման նվերը, ինչը ըստ մեր գնահատմող խոչուտետու ընկերության գործնության համար է։ Հինգ ընտրոսանության 78 հողվածի կարգավորումները, քաղաքացիական դատողությունների կիրառության մետոդի 7 մասի կարգավորումները գտնում ենք, որ քաղաքացիական դատողության օրից գիրքը դատողության մասնակցություն շահերի հավասարակշռման, իրավաբանական անձանց համար անվճար դերսանների, իրավաբանական անձի սնկացման կառուցողման կանխման հանրություններով, որպես հայցիախոհում կիրառվի համաշխարհության սկզբունքի դրսևորում այլ շարքում, որպես իրավաբանական անձանց դեմ հայցիախոհման միջոցի կիրառման բացառություն հնարավորություն, սահմանել նաև հայցիախոհման միջոցը չպետք է իրավաբանական անձի գործունեության համոզվեցի խոշորտում։ Վերագրով պայմանավորված սույն իշխանության ներկայացված հիմնավորումները համարելով կիրառի նորմատիվ կարգավորումների հետ, ինչպես նաև ընդունելով Սանական դատարանի 2024-ի և սեդերվոր 1561 և Ժառի դատարանի 2019-13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 
լուքերի մասով այլևս չի ծառայում ըստ մեր որոշման նպատակին եւ պատասխան արդեն վնասը հասնում դիդեքսը ինտերվալակապին է, որտեղ դեպքում հացիական միջոց կիրառելու հիմքերը բացակայում են եւ հակային բոլոր հիմքերը մասնակցի 2020 թվականի 22-ի դատարանի որոշումը հացիական միջոցի մասնակցի դիդեքսը կողմից որոշ շարժական հիմքերի մասով վերացնել, մասնավորապես մենք դատարանի խնդրում ենք վերացնել 2023 թվականի օգոստոսի 22-ի որոշակի հացիական միջոցի մասնակի, նայեն վերացնել դիդեքսը վերսեկանացիան պատկանող շարժական հիմքերի արգելանքները թվարկված է երկու տրանսպորտային միջոց, դրանցից մեկը նույնուկը 2021 թվականի թվականան տրանսպորտային միջոցն է և երկրորդը Mercedes-Benz Sedan 2022 թվականի արտադրության տրանսպորտային միջոց։ Հարգելի ավելացնենք, որ ըստ էության ներկայումս խոսքը գնում արգելությանը հիմնական միջոց ամուսացող դույքի մասին, որովհետև շարժական դույքերի առողջական ընկերությունը չի զբաղվում, իսկ դատարանի կողմից նորված արգելական միջոցները վերաբերում են ընկերության հիմնական միջոցներին եւ ներկայումս ընկերության ժողովրդական պայմանավորված դրանց պահպանելու սպասարկելու եւ թողավորելու հարցում ընկերությունը չի դնում, որովհետև արկա են այլ առաջնային բոլոր տնօրինության գործունեության առօրյա սակավության մեջ եւ որոնց առաջացած հարցերի, այդ բոլորներում առաջացած հարցերի ուղղման լուծելու նպատակով ընկերությանը անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, որ ընկերությունը ըստ էության ցանկանում է իրականացնել միջնորդության ներկայացած տրանսպորտային միջոցների տարման միջոցով։ Սա է։ Դիրքորոշում հարցեր բայց Անորոշում կարծիք տեղեկություններ ընկերության դիրքային վիճակի, դրամական միջոցների առկայության, տնտեսական շրջանառության ստացվող եկամուտների եւ այլ նմանատիպների վերաբերյալ ինչի եմ այս հարցը տալիս, որպեսզի հասկանանք արդյոք կան տեղեկություններ, թե ընկերությունները ինչ միջոցների հիմա դիաբետում են ունի խոշոր դրամական միջոցներ կամ շրջանառությունն այնպիսին է, որ մենք հավաստվենք, որ վարկային պարտավորությունները չի կարողանում կատարել կամ կա տեղեկություններ, թե ընկերությունը կառուցապատող որքան շենքեր է կառուցել, որքան սպասվելիք վաճառքներ կան, դրանցից որքան հնարավոր եկամուտներ կան, այս ամեն ինչի վերաբերյալ ունեք տեղեկություններ։ Հարգելի այս կողմնակիցը այս պահին
աշխարհի դերակատարություն ապահովությունների մասով, որոնք ներկայացված շինություններ են, իսկ առօրյա դրամատուրգիայի վերաբերյալ ես տեղեկություն ունեմ եւ բնականաբար կետացված ապահովությունները տվյալներ ունենան ներկայացնել։ Ճիշտ եմ հասկանում, շնորհակալություն, ճիշտ եմ հասկանում, որ փաստորեն նաև չկան ապացույցներ առայն, որ ընկերությունը իրապես ունի ֆինանսական խնդիրներ եւ չի կարող կատարել վարկային պարտավորությունները։ Այս պահին ֆինանսական խնդիրների մասով բացի չկա, պատասխան։ Շնորհակալություն։ Ունեք արդյոք տեղեկություններ, պարոն Մանուկյան, ձեր կողմից հայցվող ավտոմեքենաները, որոնց մասով ընդունում եք թույլատրել վաճառքը, ինչ արժեք ունեն, արդյոք կան գնահատառաջարկներ, եթե այո, մոտավոր ինչ արժեքով է առաջարկում ընկերությունը վաճառել այս ավտոմեքենաները, ինչու եմ այս հարցը տալիս, դա նաև պայմանավորված է նրանով, որ ձեր կողմից վկայակոչված փաստը վերաբերում է նրան, որ ընկերությունը ունի շուրջ 1.3 միլիարդ չափով վարկային պարտավորություններ, մնացածի մասնախոսքը չգիտեմ ամսական պարտավորությունները ինչքան են, ուզում ենք հասկանանք, թե ինչու հենց այս կոնկրետ երկու գույքերը, երկու գույքերի նաև այլ գույքեր, ինչու հենց այս երկու ավտոմեքենաները եւ արդյոք դրանց գինն ու արժեքն այնպիսին է, որ վարկային պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ արժեք ակնկալում ստանալ ընկերությունը։ Նախ հայտեն ուժգնություն բնավորացնել այս ընկերությունը դատարանի դեպքում արտադրության շուտայականներով, իսկ հաշվելու մեքենաների արտադրության կանխաշները, ապա ընթացիկ պարտավորությունների կատարման համար առնվազն բավարար, դեպուս կորպոսների մասով բավարար կատարելը, ուստի հենց առաջնային ինչու ընտրված այս հիմնական միջոցները, որոնք իրենց տարեթվելով ավելի թարմ և շուտայական ավելի բարձր արժեք ըստ մեր որոշման։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, ընկերությունը ունի արդյոք այլ շրջանառու միջոցներ, բացի այսօր միջնորդության ներկայացված ավտոկարանատերերից։ Այլ շրջանառու միջոցներ ունի, որոնք կարող է վաճառել անխոչնդոտ ոգևորվածով դատական ակտով արգելքել չունի։ Ուզում եմ հասկանալ, թե ինչու է ներկայացված հիմնական միջոցի վաճառքի ինչու է նպատակը հետապնդում, արդյոք ընկերությունը չունի շրջանառու միջոցներ, որոնց վաճառքով կարող է կատարել իր պարտավորությունները։ Շրջանառու միջոցների ամբողջ ծանոթ չեմ, բայց հաշվեկշիռներ ծանոթ չնելու պայմաններում չի կարող հաստատ պատասխանատվական են շրջանառու այն միջոցներ, ինքնության գործությանը կապված նախորդ միջնորդությամբ ապել մեր որոշումը։ Ես մի բան եմ դարձնում, դուք այնպիսի արցեք տալիս շինարարական ընկերությունը բնականաբար ոնց կարող է շինարարական ընկերությունը շրջանառու միջոցներ չունենա, դա շինարարություն անում բազմաթիվ հասցեներ, շինարարական նյութ է, չգիտեմ, եւ այլն։ Այսինքն շրջանառու միջոցները բնականաբար կան, բայց տեսեք, ընկերությունը կառուցապատող ընկերություն եւ շինարարական ընկերությունը, որը կառուցում է բազմաթիվ օբյեկտներ, դպրոցներ, մանկապարտեզներ, կարևորագույն օբյեկտներ եւ ընկերության շրջանառությունը բավական մեծ է եւ ընկերությունը բնականաբար ունի բազմաթիվ շրջանառու միջոցներ, բազմաթիվ, շատ մեծ արժեքներով եւ այս երկու տրանսպորտային միջոցները վստահեցնում են, որ ընկերության մեջ ակտիվների մեջ այդքան մեծ դեր չունեն, ուղղակի հիմա որոշակի հանգամանքներով պայմանավորված ֆինանսական միջոցների կարիք կա եւ ընկերությունը ցանկանում է օգտվել եւ ավելին ասեմ, այս երկու միավորներից մեկը, եթե ես ճիշտ ծանոթացա, ճիշտ եմ հիշում, ձեռքաբերվել նույնիսկ այս արգելանքի կիրառումից հետո, այսինքն ընկերությունը իր ընթացիկ գործունեությունը փորձում ամեն դեպքում իրականացնել այնպես, ինչպես իրականացնել է նախկինում, որպեսզի իր որևէ խնդիրներ չառաջանան իր համար, բայց հիմա եթե կարիք կա վաճառելու, չեմ կարծում, չգիտեմ, եթե ի սկզբանե կարող է ձեռք չբերել արգելի դատարան։ Շատ մեծ արժեքով գույքերը չեղել, տեսնում եք ինչ մեքենաներ են։ Այսա, հասկանում ենք, որ իրավիճակը այս միջնորդության ժամանակ այլ է, քան նախորդ միջնորդության ժամանակ, այդ ամեն ինչը հասկանալի է։ Ուղղակի նաև հաշվի առնելով ընկերության գործունեությունը, ընկերության
շրջանառության ծավալները եւ այլն, կարծում ընդունելի պետք է լինի, որ այս հաղթանակները մեծ արժեք չեն ներկայացնում, շատ մեծ արժեք չեն ներկայացնում ընկերության համար։ Շնորհակալություն, ես առաջին բանացա պարոն Նամչյանը ունենք արտադրություններ դիտեցնող ընկերությունը այս բանի ունի դրամական միջոցներ հետեւելով ինչ չափով դրամական միջոցներ։ Հստակ պատասխանը թե ինչ չափի դրամական միջոցներ դրամականաշնորհի կա, չեն կարող, բայց որ կա, դրամատություն Շնորհակալություն այլ հարցեր չունեմ։ Դիրքորոշումը ներկայացրեք։ Բարի դատան միջնորդության դեմ առաքումը փոխում եմ այդ ներժեվ։ Հետևյալ պատճառաբանությամբ տեսեք բարի դատան ներկայացված միջնորդությունը ըստ ներկայացված այն հիմնավորմամբ կարգավորելով քաղաքացիական դատարանության օրենսգրքի 127 հոդվածի 4 մասը, որի համաձայն կիրառվող հայցիապահների միջոցը չպետք է հանգեցնի իրավաբանական անձի գործունեության տեղեկատվական փաստացի անհնարինության կամ նրա գործունեության համար ստեղծիական խոչընդոտներ կամ հանգեցնի իրավաբանական անձի կողմից հաստատության օրենսդրությամբ սահմանված խախտում։ Հիմա հարի դատան նախ առաջին սա կարճ ասեմ եւ որ ասեմ մյուս դիրքորոշումներին առաջին հստակ պատճառը միջնորդությանը քիչ ներկայացվել չէ որևէ ապացույց առայն որ արկա է կամ կարող է ստեղծվել 127 հոդվածի 4 մասով նախատեսված դեպքը։ Երկրորդը նաև հարցին պատասխանեց ինչի համար ենք մենք այդ հարցերը ուղղում, նաև ավտոմեքենաների արժեքի մասով, նաև ընկերության շրջանառու միջոցներ ունենալու մասով, նաև ընկերության գույքային վիճակի եկամուտների շրջանառության մասով, որոնց մասով կամ պատասխաններ չտրվեցին կամ տեղեկություններ առկա չէին, բայց ամենակարևոր արձանագրումը կարծում եմ արձանագրումները կարծում եմ պատասխաններից որ կարող են կանել, առաջինը այն է որ այս ընկերության ներկայացուցիչը հայտնել որ այո, այս պահին ընկերությունը ունի շրջանառու միջոցներ, կառուցապատող ընկերությունը ունի շրջանառություն եւ այլն, չափի մասին տեղեկություններ չունի կետանցված պարտավորություններ եւ մյուսը նաեւ պարոն Խաչատրյանը հավելեց որ կարող եք տեսնել որ ընկերությունը խոշոր ընկերություն է, իրականացնում է կարևորագույն օբյեկտների կառուցումներ, հասկանալ եւ ունի շրջանառու միջոցներ եւ այս գույքերը, որոնց օտարումը խնդրում են թույլատրել, զգալի արժեք ընկերության համար չեն ներկայացնում։ Հիմա մի կողմից ունենք իրավիճակ, երբ միջնորդությամբ նշվում է, որ ընկերությունը խոչընդոտների է հանդիպում իր գործունեության ընթացքում կարող է առաջանալ 127 հոդվածի 4 մասով նախատեսված իրավիճակ, ինչի համար պետք է օտարել հիմնական միջոցներ, որպեսզի այդպիսի իրավիճակ չստեղծվի, մյուս կողմից ներկայացվում է դիրքորոշում, որ այն միջոցները, որոնք այդպիսի իրավիճակը կանխելու համար խնդրում են օտարել, որը զգալի նշանակություն ընկերության շրջանառության մեջ չունեն։ Ինքնին հենց այդ դիրքորոշումը հերքում է այն հանգամանքը, որ այս հիմնական միջոցները, որոնք որ խնդրում են օտարել, կարող են թեև չկա ապացույց, որ կա կամ կարող է ստեղծվել ընկերության գործունեության համազգալի խոչընդոտ, բայց նաև սրանով հերքում է, որ նույնիսկ եթե հիպոթետիկ առկա լիներ նման իրավիճակ, ապա սրանք այն գույքերը չեն, որոնք զգալի նշանակություն ունեն ընկերության միջոցների մեջ եւ կարող են այդպիսի ենթադրյալ իրավիճակ վերացնել։ Այսինքն հարգելի դատարան առաջին հիմքը, որի տեսանկյունից միջնորդությունը ներկայացնում է հիմնական միջոցների վրա կիրառված արգելանքը վերացնելու քաղաքացիական դատարանության օրենսգրքի 127 հոդվածի 4 մասն է ինչպիսի իրավիճակի առկայության վերաբերյալ ըստ էության ոչ մանրամասն դիրքորոշում ներկայացվեց, մասնավորապես չնշվեց, որ ընկերությունը ունի այսքան շրջանառություն, ունի այսքան ֆինանսական հնարավորություններ, ունի այսքան պարտավորություններ, դրանով պայմանավորված չի կարողանում այս պարտավորությունները կատարել կամ հետագայում կարող է նման խոչընդոտների բախվել, հետևաբար, օրինակ այս հիմնական միջոցները, որ խնդրում են օտարել, ունեն այս արժեքը, դրանք կարող են ծածկել այդ խնդիրները, ոչ նման դիրքորոշում ու իրավիճակ նկարագրվեց, ոչ նման ապացույցներ են ներկայացված միջնորդության ներքից եւ երրորդ ինքնին հայտնում է դիրքորոշում, որ ընկերությունը իհարկե խոշոր կառուցապատումներ իրականացնում, բառացի չեմ հիշի, կարևորագույն օբյեկտների կառուցապատումներ իրականացնում, իհարկե շրջանառու միջոցներ եւ այս տրանսպորտային միջոցները զգալի կամ էական նշանակություն չունեն ընկերության միջոցների հատվածում։ Երկրորդը մենք նաև բացուեցինք, թե արդյոք ընկերությունը բացի հիմնական միջոցներից ունի այլ շրջանառու միջոցներ, այս մասով
հաստատվեց և դրական պատասխան տրվեց իհարկե չափի վերաբերյալ կրկին չնշվեց, բայց փաստացի ստացվում է իրավիճակ, որ նաև դիրքորոշում հայտնեց կողմը, որ բացի հիմնական միջոցներից ունի շրջանառու միջոցներ, որոնց մասով արգելանք կիրառված չէ, այսինքն ընկերությունը զրկված չէ հնարավորությունից, եթե նույնիսկ հիպոթետիկ ենթադրյալ ոչնդոտներ կամ խնդիրներ ունի, դրանք բավարարել նաև շրջանառու միջոցների վաճառքի արդյունքում, այսինքն պայմանավորված ապացույցների բացակայությամբ, պայմանավորված ընկերության գործունեության խոչընդոտների վերաբերյալ որևէ դիրքորոշում չներկայացնելու հանգամանքով, պայմանավորված նրանով, որ հաստատվում է, որ ընկերությունը բացի հիմնական միջոցներից ունի նաև այլ շրջանառու միջոցներ, պայմանավորված նրանով, որ դիրքորոշում է հայտնում, որ այս հիմնական միջոցները զգալի կամ էական նշանակություն չունեն ընկերության միջոցների շարքում, այս ամեն ինչով պայմանավորված գտնում ենք, որ քաղաքացիական դատարանության օրենսգրքի հիմքերը ապահովման միջոցի վերացնելու բացակայում են և նաև Մանուկյանի խոսքում նշեց, որ վերացել են հիմքերը ապահովման միջոցի կիրառման, ոչ հիմքերը չեն վերացել, այն հիմքերը, որոնցով պայմանավորված մենք միջնորդել ենք ընկերությանը արգելել անշարժ նյութերի և տրանսպորտային միջոցների օտարման հետ կապված որևէ գործունեության կատարումը հավասարապես առկա են և հետևաբար այս մասով ևս ավարտում ենք միջնորդության դեմ։ Ես կարճ գծում պարզապես անեմ, իհարկե լիովին կիսելով գործընկերոջս կողմից արտահայտված դիրքորոշումից դատարանի ուշադրությունն եմ ցանկանում հրավիրել, ցենք այդ հանգամանքը, որ մեր գործընկեր պարոն Մանուկյանն է նշում, որ այո, տրամաբանորեն ընկերությունն ունի ֆինանսական միջոցներ և կարծում եմ այս հանգամանքը միջնորդության քննարկման տեսանկյունից հատկապես կարևոր է ընդգծել այս Ես քանի որ իմ ընկերներին գնահատականներ տրվեցի, ես երկու ոգի միտք ասեմ։ Նախ ես նշեցի, որ ընկերության համար մեծ արժեք չեն ներկայացնում այն առումով, որ ընկերության տարեկան շրջանառության համեմատ նշված գույքերը բնականաբար մեծ ծավալ չեն արժեք չեն ներկայացնում։ Երկրորդը, ամեն դեպքում ներկայիս պայմաններում արկավարկերի պայմաններում դրանք որոշակի դեր կունենան այնուամենայնիվ վարկերը սպասարկելու համար։ Երրորդը, այս գույքերի վաճառքից ընկերության արժեքը չի նվազելու, որտեղ դրամական միջոցները չեն նվիրվելու ինչ-որ մեկին։ Ընկերության դրամական օտարված գույքի օտարումից ստացված դրամական միջոցները գալու են ընկերության հաշիվներին և եթե նույնիսկ դրանից վարկի մարոն կատարի, դրանից ընկերության արժեքը չի նվազում, քանի որ այդ նույն վարկը ապահովված է գրավներով։ Այսքանը։ Լամպովիչ։ Ես ցանկանում եմ այն հանգամանքի վրա, որ ընկերության գործունեության համար էական խոչընդոտը ամեն անգամ բազմիչ գիտանցված պահ և ֆինանսական միջոցների բացակայություն, որտեղի մենք փաստենք, որ ընկերությունը բախում է խոչընդոտում։ Ընկերության կողմից իրավիճակների անցումի կառավարման հնարավորության բացառումը արդեն իսկ ընկերության համար ստացվում է էական խոչընդոտը, որտեղ ընկերությունը ամեն անգամ գործության մեջ օպերատիվ որոշումներ է կայացնում և զրկված գիտով արդյունավետ կառավարել իր այս կամ այն ակտիվը օտարել փոխանակել կամ ուղղել այլ պասիվի մարմանը, դա արդեն իսկ իր առօրյական խոչընդոտ է իր գործունեության ամուսնի պարտադիր է դրա համար դերական արտա այսքան պարտավորությունը և դրամական հաշիվների վրա բացակայում դրամական Ավարտեցինք միջնորդության քննություն դատարանը ավարտում այդ կապակցությամբ դատական ակտը, որոնքով սահմանված ժամկետներում կընդունվի ուղարկվի կողմերին։ Եվ այս անգամ եմ խնդրեմ, որ այս մեկի էլեկտրոնային ֆայլը տրամադրեք դատարանը։ Եթե կարելի արգել դատարանը ասի 15 Մի հարց, բարձենք հետո այլ միջնորդություններ ունեք։ Արդեն ճավելի Ինչի վերաբերյալ, ուղղակի ասեք ինչի վերաբերյալ միջնորդություններ։ Մի քանի հարցադրումներ ունենք հնչեցնելու, որից հետո հնարավոր է արագացված դատականություն կիրառել միջնորդություններ։ Լավ, եթե առարկություն չկա 15 րոպե հնչյունային։ Հարգելի դատարան, թույլ տվեք, ես պարտադիր ժամը 4-ին դատական նիստ ունեմ, ես միջումից հետո միգուցե չվերադառնամ,
Դու եւ ներկայացուցիչ չեմ կարծում։ Չէ, բարձրապես որ ձեզ դեր Շատ ընդմիջում 15 րոպե։ Պարոն Բադալյան, ինչ հարցեր ունեիք։ Բայց չհամապատասխան։ Ես Ներկայացրեք։ Պարոն Սահմանադրական դատարանը իր հայտնի որոշման եզրափակիչ մասում երկրորդ կետով նշել է ապօրինի ծագումնության դույքի բռնագծման մասին օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 1-4 կետերը նույն օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի հետ համակցության մեջ համապատասխանում են սահմանության այն մեկնաբանությամբ, որ բռնագծման ենթակայական դույքը, որը կապ ունի հանցանքի համապատասխան հանցանքի հետ։ Այսինքն այստեղ խոսքը վերաբերում է մեղադրանքի քրեական հետապնդման հիմքով հարուցված վարույթներին, ապօրինի դույքի բռնագծման վարույթներին։ Հիմա հարցս հետևյալն է, ձեր կողմից պահանջվող գույքերից, դրամական միջոցներից, որոնք կապ ունեն ինչ-որ հանցանքի հետ, եւ եթե կապ ունեն կոնկրետ ինչ հանցանքի հետ, արդյոք դուք ունեք հանցանքի կատարումը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատական ակտ թե ոչ։ Սահմանադրական դատարանի որոշում չի նշել, որ պետք է արտանետի հաստատված մեղադրական դատավերջի, այլ նշել է, որ հանցավորության դեմ պայքարի նպատակի իրացման շրջանակներում իրավասու մարմինը որոշակի հավաստիությամբ, ողջամտությամբ պետք է հավանական կառուցույց տա վերագրվող հանցանքի և գույքերի միջև, այսինքն այս դեպքում խոսք չկարող լինել ներդիրքորոշման վերջնական դատավերջի, մեղադրական դատավերջի մասին, հակառակ դեպքում իմաստազրկվել ինստիտուտի գույությունը, որովհետև մեղադրական դատավերջի առկայության դեպքում գույքի բռնագծումը իրականացվեր հենց քրեական վարակի շրջանակներում, իսկ այս ինստիտուտի գույության ամբողջ նպատակը անում է նրանում, որ քրեական գործով որոշակի արդյունքի չհասնելու դեպքում ավելի ցածր ապացուցողական շեմով, քան ողջամտ կասկածից վեր շեմն է, պետությունը հնարավորություն ունենա տնտեսական շրջանառությունից համարվում ապօրինի ծագում ունեցող գույքերը։ Սա առաջին ակնարկումը եւ ձեր հարցի պատասխանը, որ մենք գտնում որ ընդհանրապես պետք չէ մեղադրական ակտ, դատավերջի առկայություն, ինչ վերաբերում է հանցանքի հետ կապին առհասարակ, որ ներկայացված է նաև սուրբ հայցադիմում, նախ պետք է նշեմ, որ մեր կողմից արձանագրվել է հետևյալը 2020 թվականի սեպտեմբերի 8-ին Մհեր Դավթի Սեդրակյանը քրեական օրենսգրքի նախկին քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2 մասով ներգրավել է որպես մեղադրական բանի համար, որը 1999-ից 2008 թվականների ընթացքում հանդիսանալով պաշտոնատար անձ երևի համայնքի ղեկավար շահադրական և անձնական շահադրվածությունից ելնելով 2004 թվականի ընթացքում համայնքի ավարտանող անդամների օժանդակությամբ շահագրագրի պաշտոնական լրացությունները պաշտոնական դիրք օգտագործել ծառայության և երևույթ համայնքի շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքի իրավունքների օրինական շահերին պատճառել է էական վնաս, որն ազգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես Մհեր Սեդրակյանը պաշտոնական դիրքի ծառայության շահերին հակառակ օգտագործելով հանցավոր համաձայնություն է ձեռքբերել համայնքի ավարտանող անդամների հետ, ապա վերջինների օժանդակությամբ համապատասխան որոշումների հիման վրա Երևան քաղաքի Երևանի համայնքի սեփականությունը հանդիսացող Սասունցի Դավթի 87-րդ հասցեանում գտնվող վարդապետ զբոսայգու տարածքի 84.6 տասնորդական քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքի սրահի 2245.5 տասնորդական քառակուսի մետր մակերեսով սպասարկման հողամասով 2004 թվականի օգոստոսի 18-ին 780,000 դրամով օգտարել է երկրորդ Վարդան Դավթի Սեդրակյանին նույն զբոսայգու տարածքում գտնվող 544.45 հարյուրական քառակուսի մետր մակերեսով տրանսպորտային միջոցների համալիր սպասարկման կենտրոնը և 240 քառակուսի մետր մակերեսով մետաղական ծածկոցեր, ինչպես նաև 5600 քառակուսի մետր
մակերեսով հողատարածքը 1.550.000 դրամով Դավիթ Արտակ ընկերներ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն է օտարել։ Մյուս մասը կրկին վերաբերում է երկրորդ տարմանը գույքի, ինչպես նաև 18 քառակուսի մետր մակերեսով շինությունը իր 1890 քառակուսի մետր մակերեսով սպասարկման հողով 100.000 դրամով օտարել է որդուն Դավիթ Մայրի Սետրակյանի։ Նման հանցավոր գործողությունների հետևանքով Էրեբունի համայնքի իրավունքների և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, Պարտավոր զբոսայգու տարածքում գտնվող ընդհանուր 12.035 քառակուսի մետր հողատարածքը դուրս է եկել համայնքի սեփական ֆոնդից և օտարվել, որն անզուգությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Հիմա այս հանգամանքների և վերագրվող արարքների հետ կապված երկու կարևոր հանգամանք կընդգծեմ։ Առաջին հանգամանքն այն է, որ այս արարքները, ենթադրյալ արարքները, Մայր Սետրակյանի վերագրվող արարքները ենթադրել են տնտեսական օգուտ, քանի որ այն տարածքները, որոնք դուրս են եկել համայնքի սեփականության զարգվածից, մտել են Մայր Սետրակյանի ընտանիքի անդամների սեփականության զարգված կամ իրենք փոխկապակցված անձանց սեփականության զարգված։ Մի դեպքում եղբորն է օտարվել գույքը, մի դեպքում որդուն, մյուս դեպքում ընկերությանը, որի մասով մանրամասն փաստեր են ներկայացված հայցադիմում Դավիթ Արտակ սրբային ընկերությունն է, որը հետագայում վերաբերվել է ավտոստոպ սրբային ընկերությանը։ Բացի տնտեսական օգուտը նման կերպ ենթադրվելուց, որ ինքնին գույքերը Մայր Սետրակյանի ընտանիքի անդամների կապակցված անձանց սեփականության զանգված է մտել, այս արարքի արդյունքում տնտեսական օգուտը ստացվել է նաև այդ եղանակով։ Մասնավորապես, մեր կողմից վկայակոչված են փաստեր հայցադիմում, որոնք վերաբերում են ընկերություններից ստացվող շահավաժինները ապօրինի դիտելու հիմնավորումներին։ Եվ այդ հիմնավորումներում մենք անդրադարձ ենք կատարել նաև այս արարքներին, ի թիվս այդ հիմնավորումների նշելով, որ շահավաժինների ապօրինի գնահատելու հիմքում դրված է նաև այն հանգամանքը, մասնավորապես Դավիթ Արտակ սրբային ընկերության կամ ավտոստոպ սրբային ընկերության մասով, այն, որ ընկերությունն իր բալանսում, այսինքն իր գործունեության նպատակով ունեցել է գույք, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով և գույք, նույն գույքի մասին է խոսքը, որը, այսինքն այդ գույքերը կարող չի հիմնավորվող և գույք, որի ձեռքբերումը պայմանավորված է հենց այն մեղադրանքով, վերագրվող արարքով, որը ես ներկայացրեցի։ Մասնավորապես այդ 1.550.000 դրամով օտարված գույքը 2004 թվականի օգոստոսի 25-ին, այսինքն այն ժամանակ, երբ Մայր Սետրակյանը հանդիսացել է Էրեբունու թաղապետ, Դավիթ Արտակ ընկերներ սրբային ընկերությունը Էրեբունու թաղապետարանից 1.550.000 դրամով գնել է, հետագայում տրվել է Սասունցի դավթիրությունը հասցեն, հատկանշական է, որ նույն Սասունցի դավթիրություն 7 հասցեյուն, ինչպես նշվել է հայցադիմում 2004 թվականի օգոստոսի 31-ին նաև 108.000 դրամով Դավիթ Սետրակյանի անվան ձեռք է բերվել մեկ այլ գույք, որը չի հիմնավորվել օրինական եկամուտներով, ընդ որում մեր կողմից ընդգծվել է, որ նաև այս գույքը ունենալով հիմքում, իր գործունեության հիմքում, ընկերությունը ստացել է որոշակի եկամուտներ, թե շահավաժինների տեսքով, թե վարկային միջոցների տեսքով, մասնավորապես նաև արձանագրված է փաստ, որ 2013 թվականի մարտի 22-ին ավտոստոպ սրբային ընկերությունը գրավադրել է այս հասցեի գույքը և իհարկե այստեղ նաև այլ ավելացումներ էին կատարվել, այս հասցեի գույքի գրավադրման ընկերությունը ստացել է 1 միլիարդ դրամի չափով վարկային միջոցներ։ Այսինքն տնտեսական օգուտը վերագրվող հանցանքի արդյունքում ստացված եկամուտների արձանագրվում է ոչ միայն հենց ինքնին համայնքին պատկանող գույքը
մեր սեթրակային փոխկապակցված անձանց սեփականության բալանս տեղափոխվելով, այլ նաև դրա արդյունքում նրանք փոխկապակցված իրավաբանական անձի գործունեությամբ խոշոր շահույթ ստանալով, ես այդ շահույթի չափերի մասին մանրամասն չեմ նշի, որովհետև բազմիցս քննարկված եւ այդ մանրամասն ներկայացված է, ամենայն դեպս այդ շահույթները, շահավաճումները ստացվել են մեր Սեթրակյանի ընտանիքի կողմից, դրանք գնահատվել են ապօրինի եւ դրանցով պայմանավորված նաև ներկայացված է կոնկրետ դրամական միջոցների բռնակացման պահանջ։ Սա երկրորդը եւ վերջին հանգամանքը, որ ցանկանամ անդրադառնալ ձեր հարցի շրջանակներում, Օնխաշատրյան, դուք նշեցիք Սահմանադրական դատարանի 1776 որոշման եզրափակիչ հատվածը, մենք կարծում ենք, որ կարևոր նշանակություն ունի նաև ինքնին որոշումը եւ որ որոշման բովանդակությունը դրանում արտահայտված դիրքորոշումները։ Մասնավորապես Սահմանադրական դատարանը իր 1776 որոշման մեջ բացի հանցավորության դեմ պայքարի նպատակից արձանագրել է, որ օրենքը հետապնդում է նաև կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ պաշտոնատար անձանց դեպքում։ Այս երկու նպատակները արձանագրել է հենց ի սկզբանե անդրադառնալով օրենքի նպատակներին, դրանից հետո իհարկե այո սկսել է վերլուծել Սահմանադրական դատարանը այս նպատակները ուսումնասիրություն սկսելու հիմքերի տեսանկյունից, սակայն ինքնին այս երկու նպատակների առկայությունը Սահմանադրական դատարանը արձանագրել է եւ նաեւ արձանագրել է, որ այս երկու նպատակները թեպետ ինքնուրույն են եւ յուրաքանչյուրն իրենով հետապնդող շահի տեսանկյունից ծանրակշիռ, դրանք օրենքով նախատեսված կառուցակարգերի եւ ընթացակարգերի կիրառմամբ միմյանց բացառող չեն եւ կարող են հանդես գալ ինչպես միմյանց համընկնելով կամ փոխլրացնելով, այնպես էլ առանձին, ընդ որում միմյանց համընկնելու կամ փոխլրացնելու դիրքորոշումը հայտնելուց հետո Սահմանադրական դատարանը օրինակ է բերում, կարծում սա կարևոր նշանակություն ունի, Սահմանադրական դատարանը նշում է օրինակ կոռուպցիոն բնույթի հանցանքներին առնչվող անձանց գործերով, որոնք օրենքի իմաստով պաշտոնատար անձ են։ Այսինքն Սահմանադրական դատարանը հստակ արձանագրել է, որ մի նպատակի առկայությունը չի բացառում մյուսը, երկու նպատակներն կարող են մեկտեղվել եւ համընկնել ու փոխլրացնել միմյանց, եւ սրանով պայմանավորված թեև արդեն նշեցի, որ այս հայցադիմում կան նաեւ ներկայացված հանցանքի վերագրվող հանցավոր արարքի արդյունքում տնտեսական օգուտի ստացման հանգամանքները, բայց դրանից բացի կարևոր եմ համարում նաև արձանագրել, ինչը նաև նշված է հայցադիմում, որ Մհեր Սեթրակյանը 1955-ից 1999 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր, իսկ հանրային ծառայության մասին օրենքով օրենքի կարգավորումների իմաստով ազգային ժողովի պատգամավորը այն պաշտոնն է, որ ենթադրում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, իսկ ապօրինի ծավալ ունեցող դուրքի բռնակացման մասին օրենքը սահմանում է, որ հայտարարելու պաշտոնատար անձինք են կամ այդպիսի անձին հավասարեցված են այն անձին, ովքեր նախկինում զբաղեցրել են այնպիսի պաշտոն, որն ուսումնասիրություն սկսելու որոշման կայացման պահի դրությամբ կենթադրեր հայտարարագիր ներկայացնելու պարտականություն։ Հետևաբար այս պարագայում հենց գործ ունենք Սահմանադրական դատարանի որոշման մեջ արձանագրված օրինակի հետ առկա են երկու նպատակներն էլ, թե հանցավորության դեմ պայքարի, թե կոռուպցիայի դեմ պայքարի, ընդ որում սրանով պայմանավորված նաև կարևոր է համարում նշել, որ ինչը արձանագրված է նաև հայցադիմում, որ այս գործով ուսումնասիրվող նոր ժամանակահատված սահմանված էր 2000 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածը, իսկ մեր Սեթրակյանը այդ ժամանակահատվածից շատ ավելի վաղ է զբաղեցրել այնպիսի պաշտոն
1995-99 թվականներին եղել է ազգային ժողովի պատգամավոր, 1999-2008 թվականներին Երևանի վարչական շրջանի ղեկավար, այսինքն շատ ավելի վաղ է Պողոս զբաղեցրել այնպիսի պաշտոն, որը ենթադրել է հայտարարելի ներկայացնելու պարտականություն, քան մեր կողմից սահմանված ուսումնասիրող նոր ժամանակահատվածն է, իսկ Սահմանադրական դատարանի թիվ 1776 որոշման համաձայն համաչափ է և սահմանադրությանը համապատասխանող է օրենքի կարգավորումներն այն իմաստով, որ բռնականացման ենթակա գնահատվի գույքը, որը ձեռք է բերվել պաշտոնի ստանձնումից հետո ընկած ժամանակահատվածում, այս պարագայում մենք ունենք այդպիսի իրավիճակ։ Ավարտեցիք հաջորդ հարցը։ Նախ նշեցիք, որ ընկերության ավտոստոպ ընկերության մասին խոսեցիք եւ նշեցիք, որ ավտոստոպ ընկերության կողմից գույք ձեռք բերելու փաստը չի հիմնավորում օրինական եկամուտներով։ Ներողություն մենք նշեցինք հստակեցնեմ այս մասով անգամից, որ նշեցի, որ ասել են, որ ընկերությունն իր բաղանցում ունի օրինական եկամուտներով հիմնավորվող գույքեր, որոնք հիմք են հանդիսացել իր գործունեության համար եւ նաեւ արժևորել ենք այս փաստը, որ նաեւ այս վերագրվող արարքի արդյունքում է ներողություն, այսինքն եթե անցնում այնպեսին է եղել, որ ինքնին բողամասի ծրագրանը 1.550.000 դրամի վճարումը օրինական եկամուտներով չի հիմնավորվում, ես դա չի ասում, այլ ասում էի, որ ընկերությունն իր բաղանցում ունի նաեւ օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքեր եւ արժևորվել է նաեւ այս փաստը։ Խոսքը չէ վերաբերում այդ անշարժ գույքի ձեռքբերման գնի, վերաբերում են այլ գույքերին, սարքավորումների եւ այլն, բայց ամեն դեպքում իմ ասածը դրանից ըստ էության չի փոխում, քանի որ ընկերության կողմից գույքեր ձեռք բերելու օրինականությունը այստեղ չի քննարկվում, արգելի բանվորություն։ Այս դատարանում քննարկվում է պատասխանողների հետ կապված հարցերը, ընկերության հետ կապված, ընկերությունը թե որ գույքը ինչ միջոցով է ձեռք բերել, այստեղ քննության առարկա չի, եւ դա կարծում եմ իջելի չի։ Եթե քննության առարկա լինի, ընկերությունը բնականաբար կներկայացնի, թե որ գույքը ինչ միջոցով է ձեռք բերել։ Փոխարոն միջոցով, թե տարաժամկետ վճարման միջոցով, թե չգիտեմ, տարբեր միջոցներով, երբ որ քննության առարկա դառնա, եթե դառնա, դա կներկայացնի։ Հարցս հետևյալն է հաջորդ, այսինքն ձեր կարծիքով Սահմանադրական դատարանից երկրորդ կետը եզրափակիչ մասի, այս դեպքերի վրա, այն բոլոր դեպքերի վրա, որոնք հարուցվել են բարույթները քրեական հետապնդման հիմքով, որևէ կերպ չեն ազդում, այսինքն դուք մեկնաբանում եք, որ ամեն դեպքում եթե պաշտոնատար անձը պաշտոնի ստանձնման պահից պետք է անձումը կատարվի եւ այս պարագայում խնդրի ասել, այդ դեպքում Սահմանադրական դատարանը այս ձևակերպումը, այս որոշումը ինչի է տվել, այդ մեկնաբանությունները, ամեն դեպքում Սահմանադրական դատարանը ասում է, որ որոշակի պատճառը հետևանքային կապ պետք է լինի անցանք եւ պահանջող գույքերի գումարների միջեւ։ Հələ մի կողմ թողնենք այն հարցը, որ այդ պատճառը հետևանքային կապը միգուցե դուք մեկնաբանեք ուրիշ կերպ, միգուցե մենք ուրիշ կերպ, դատարանը ուրիշ կերպ, դա այլ հարց է, բայց ամեն դեպքում ասում է, որ կապ պետք է լինի։ Այդ միանշանակ հստակ գրել է եւ հստակ արձանագրել է նաեւ հանցանք բառը։ Հանցանք կարծում եմ կենսաբային արտահայտություն չի արել։ Հստակ ձևակերպել է հանցանքներ, որն է քրեական օրենսգրքով սահմանված ձևակերպումը ՍԴ որոշման մեջ ՍԴ նշել է։ Հիմա եթե այդ ամեն ինչը որևէ դերակատարում չունի, այդ որոշման, այդ մեկնաբանությունների իմաստը ձեր կարծիքով ո՞րն է, եւ երկրորդ լավ սան պատասխանեք։ Շատ լավ, տեսեք, Պարոն Խաչատրյան, ինչպես նշեցի, մենք չենք անտեսում Սահմանադրական դատարանի որոշման մեջ արտահայտած դապաս դատարանի արտահայտած դիրքորոշումների։ Այս պարագայում ես նույնքեր կարող եմ հարցնչեցնել, թե որն է նպատակը Սահմանադրական դատարանի կողմից նշելու, որ այս երկու նպատակները միմյանց չեն բացառում եւ կարող են դիտարկվել ինչպես առանձին, այնպես էլ միմյանց համընկնելով կողմնորոշումներով, նման միտք չկա։ 107-րդ կետը Այս ձեր նշած ձևով։ Բառացի կընթերցեմ 102-րդ կետում դատարանը ընդգծել է, թեպետ նշված երկու նպատակներն էլ ինքնուրույն են եւ յուրաքանչյուրն իրենով հետապնդող շահի տեսանկյունից ծանրակշիռ, դրանք օրենքով նախատեսված կառուցակարգերի եւ ընթացակարգերի կիրառմամբ միմյանց բացառող չեն եւ կարող են հանդես գալ ինչպես միմյանց համընկնելով կամ փոխլրացնելով,
փակագծերում, օրինակ, կոռուպցիոն բնույթի հանցանքներին առնչվող անձանց գործերով, որոնք օրենքի իմաստով պաշտպանատար անձ են, այնպես էլ առանձին ուղիղ կարգավորող Սահմանադրական դատարանի որոշումից։ Հիմա ձեր հարցին ներողություն, ձեր հարցին պատասխանելով, պարոն Խաչատրյան, մենք ասում ենք հետևյալը. այո, Սահմանադրական դատարանը ի սկզբանե ընդգծում է, որ օրենքը հետապնդել է երկու նպատակ՝ կոռուպցիայի դեմ պայքարի և հանցավորության դեմ պայքարի։ Այնուհետև, երբ Սահմանադրական դատարանը սկսել է առանձին անդրադառնալ ուսումնասիրություն սկսելու հիմքերին, քանի որ այդ հիմքերը առանձին վերցված օպերատիվ հետախուզական միջոցառումների և իրավասու մարմնի նախաձեռնությամբ սկսվող ուսումնասիրությունների դեպքում հասկանալի է, որ հանցավորության դեմ պայքարի նպատակը չի կարող լինել, որովհետև այստեղ վերագրվող հանցանքի հիմքով չի սկսվում, այլ սկսվում է ՕՀԼ միջոցառման արդյունքում ստացված նյութերի և իրավասու մարմնի նախաձեռնության արդյունքում։ Այս հիմքը վերլուծելիս, այո, Սահմանադրական դատարանը նշում է, որ այս հիմքերում գործում է կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը և այս հիմքը համապատասխանում է Սահմանադրությանը այնքանով, որքանով բնականացման ենթակա են նյութերը, որոնք ձեռք են բերվել համապատասխան պաշտոնի ստանձնումից հետո, իսկ մյուս հիմքերը, որոնք վերաբերում են հանցանքի հիման վրա սկսվող ուսումնասիրություններին, դրանք վերլուծելիս Սահմանադրական դատարանը նշում է, որ այո, այս պարագայում էլ հանցավորության դեմ պայքարի նպատակի իրացման շրջանակներում է քննարկում և ասում է, որ այո, այս պարագայում էլ համաչափ է, եթե հանցանքի հետ կապնի, բայց միևնույն ժամանակ և եզրափակիչում ասում եք այս հիմքերի սահմանադրականության մասով ասում է, որ այո, դրանք այդ մեկնաբանությամբ համապատասխանում են Սահմանադրությանը, բայց միևնույն ժամանակ հենց Սահմանադրական դատարանը իր որոշմամբ արձանագրում է, որ այս երկու հիմքերը իրար բացառող չեն և կարող են մեկ տեղ առկա լինել։ Հիմա թե տեսականորեն, թե պրակտիկորեն բացառված է իրավիճակ, որ բացի իմ նշած օրինակից որևէ դեպքում լինի Սահմանադրական դատարանի դիրքորոշման բերված օրինակը։ Այսինքն, եթե իրավասու մարմինը ուսումնասիրություն սկսի օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերի հիմքով կամ իր նախաձեռնությամբ, կլինի բացառապես կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով։ Եթե իրավասու մարմինը սկսում է ուսումնասիրություն օրենքով նախատեսված առաջին 4 հիմքերի առկայությամբ պայմանավորված, այս դեպքում կարող է լինել և հանցավորության դեմ պայքարի նպատակը, և կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը, այլ տեսական իրավիճակ, որում կարող է իրացվել Սահմանադրական դատարանի դիրքորոշումը 102-րդ կետում նշված, պարզապես գոյություն չունի։ Այսինքն չկա որևէ այլ իրավիճակ, երբ կարող է լինել այս երկու նպատակների իրար համընկնելը, փոխլրացնելը, ընդ որում ինչ եմ ես հատուկ շեշտադրում, որովհետև Սահմանադրական դատարանը ուղիղ օրինակը բերել է։ Օրինակ, կոռուպցիոն բնույթի հանցանքներին առնչվող անձանց գործերով, որոնք օրենքի իմաստով պաշտպանատար անձ են, այլ որևէ իրավիճակ, որ հենց Սահմանադրական դատարանի բերած օրինակը կիրառվի, պարզապես գոյություն չունի, քան սկսել ուսումնասիրությունը հանցանքի հիմքով և ուսումնասիրություն իրականացնել այն անձին պատկանելիքի առնչությամբ, ով նաև պաշտպանատար անձ է։ Այսինքն ես ձեր դիրքորոշումը հասկացա, բայց մի բան եմ ուղղակի ուզում հստակեցնել, հիմա դուք այս որ թվականից սկսած եք համարում, որ ըստ ձեզ հնարավոր է ներկայացնել գույքի բռնագծման պահանջ։ Այսինքն պաշտոնի ստանձնման պահից, երբ մեր Սերժետյանը առաջին անգամ զբաղեցրեց պաշտոն, որը ենթադրում է հայտարարագիր ներկայացնելու պարտադարձություն և դրանից հետո 1995 ոնց է հիմնավորվում դա այս պահին։ Դա հիմնավորվել է ապացույցների բերբաշխումը, երբ որ իրականացվի, հիմնավորեն, բայց գործի նյութերում էլ այս պահին անգիր չեմ հիշում, բայց այո, հարցումները կատարված են, Ազգային ժողովի ապացույցները առկա են։ Այս մասով կարծում եմ հիմա այդ քննարկման փուլը չի ապացույցների, բայց ամեն դեպքում պաշտոնի ստանձնման պահից, այսինքն քրեական հետապնդման հիմքով հարուցված վարույթի դեպքում դուք ասում եք, որ միևնույն է պաշտոնի ստանձնման պահից, որը ինչ-որ մի թվականն է, որը այս պահին հստակ դեպքով չի կարող ասել։ Ամեն դեպքում, լավ, ենթադրենք այդ հանցանքի մեջ, որի մեջ մեղադրվում է անձը,
Այս բանը դատական քննությունը շարունակվում է։ Տեսականորեն պատկերացնենք, որ անձը արդարացվեց։ Դրա հետևանքը ձեր կարծիքով ինչ արվելու, այդ հիմքով է հարուցվել վարույթը։ Հիմա տեսեք, իմ ներկայացված դիրքորոշման մյուս հիմնավորումը, որ այս երկու նպատակներ կան, հենց նաև պայմանավորված է նրանով, որ սահմանադրական դատարանը հակասահմանադրական չի ճանաչել ռոքային դրույթը, որը նշում է, որ այդ թվում նաև արդարացման հիմքով քրեական գործի ավարտվելը հիմք չի ուսումնասիրությունը ավարտելու համար։ Ինչ եմ սա ասում։ Եթե սահմանադրական դատարանը համարել, որ միայն հանցավորության դեմ պայքարի նպատակի իրացման դեպքում առկա է լինելու միայն հանցավորության դեմ պայքարի նպատակը եւ չի կարող լինել, որ այդ նպատակի հետ միասին առկա լինի նաև կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը, այս դեպքում արդարացման հիմքով գործի ավարտվելը ճիշտ է ասում, կարող է պետք է հիմք հանդիսանալ ուսումնասիրությունը դադարեցնելու համար, որտեղ այս նպատակը կվերանար։ Բայց քանի որ հենց նաև սահմանադրական դատարանն է ասում, որ այս երկու նպատակները միմյանց կարող են փոխլրացնել, համընկնել եւ երկու նպատակներն էլ առկա լինել, կարծում եմ, որ նաև դրանով ապահովված սահմանադրական դատարանը սահմանադրությանը հակասող չի ճանաչել օրենքի օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը, որովհետև այդպիսի իրավիճակ կարող է առաջանալ հենց սահմանադրական դատարանի կողմից բերված օրինակով, որ հանցավորության դեմ պայքարի նպատակը ինչ-որ մի փուլում թեկուզ եւ վերանա, բայց չվերանա կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը։ Հետևաբար այս դեպքում արդարացնող հիմքով գործի քրեական վարույթի ավարտվելը այո հիմք չի հանդիսանա ուսումնասիրության եւ ապօրինի լույքի բռնադատման վարույթի ավարտման։ Պարոն Ջանգիրյան, կավարտեք, դու ձեզ կանցնեք, չէ, սպասեք, պարոն Բաղդասարյան։ Ես ուզում եմ հասկանալ, մեկնաբանությունը տարածական սահմանադրական դատարանի դուք եք ձևավորել այս ժամանակահատվածում, թե ասենք գրված է հաստատքի մեջ, որտեղ ես նայում եմ սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը, այնտեղ առաջին ու երկրորդ կետերում եզրափակիչ մասի հստակ տարանջատում է տրված, որ դեպքում, որ պահից եւ ինչ գույքի նկատմամբ հնարավոր է նմանատիպ վարույթը իրականացվի։ Հիմա դուք նկարագրում եք երկրորդ մասում նախատեսված հիմքը, սահմանադրական դատարանի երկրորդ մասով նախատեսված հիմքը, բայց ասում եք առաջին մասով նախատեսված պաշտոնի ստանձնման պահից պետք է կիրառեք։ Այդ դեպքում սահմանադրական դատարանում ասենք ձեր մտածողությունը ունեցող անձինք չկային, որ օրինակ համար եթե պետք է մի հարցին նույն մոտեցումը կամ նույն հիմնավորումները կամ նույն սկիզբը արձանագրեին, ուրեմն միասնական մի ձևակերպում կսկսվեր, որ պաշտոնի ստանձնման պահից պետք է դա հասկացվի, որովհետև օրինակի համար դուք վկայակոչում եք 102-րդ կետը, մենք օրինակի համար նայում ենք 156-58-160 կետերում ձեր ասածին հակառակ մոտեցումն է սահմանադրական դատարանը նկարագրել, այդ ու նաև մարտիրակների եվրոպական դատարանի համապատասխան որոշումների վրա կապված ու այդ համատեքստում մեկնաբանելով, թե որ դեպքում ինչ գույքի նկատմամբ ու այդ գույքի ու ենթադրվող վերագրվող հանցանքի մեջ ողջամիտ կապի մասին է խոսքը գնում։ Հիմա դուք նկարագրեցիք ընդամենը մի գույքի վերաբերել, որ փոխանցվել է իրավաբանական անձի բալանս, որը դուք փորձեցիք կապել մեղադրանքի հետ, բայց օրինակի համար ես հիմա ձեր հայցադիմումը որ նայում եմ, հարյուրավոր գույքեր են այդտեղ ներառված, այդ թվում միլիարդավոր դրամական շրջանառության վերաբերյալ տվյալներ են նշված ու այդ միլիարդավոր դրամական շրջանառությունները բացարձակապես ոչ կապ ունի այդ հողամասի, ոչ էլ կապ ունի ենթադրաբար այդ իրավաբանական անձից ստացող շահաբաժնի հետ։ Հիմա միայն տրամաբանությունն եմ ուզում հասկանալ։ Գույք հիմա չեմ ուզում էլի ավելի ծանրաբեռն, գույք, ես մտածում եմ հարցադրում իրականացնել, ասենք օրինակ Եկամալյան 1.1-ի ոչ բնակելի X մակերեսով տարածքը, որը ներառել եք դուք պահանջի մեջ։ Ասենք ինչ կապ ունի
ինչ ողջամիտ ու տրամաբանական կապի մեջ է գտնվում, ենթադրել արարքի հետ։ Մի հատ կխնդրեի նախ պարզաբանեիք թե սահմանադրական դատարանի որոշման տրամաբանությունը որն է եղել, որ սահմանադրական դատարանը առանձնացրել է եւ տարանջատել է դրանք։ Եթե դուք մեկը նույն պահից եք փորձելու դրանք սկիզբ որպես հիմք կիրառել։ Նախ բանվորներ եմ նշում, որ ես սահմանադրական դատարանի որոշում եք հավատում, այդ որպես դատարանության կողմ հայտնում եմ դիրքորոշումը մեր ներկայացված հայցավյուրի եւ այն կողմերի հիմնավորումների տեսանկյունից։ Եվ այդ հիմնավորումների տեսանկյունից, ինչ վերաբերում է սահմանադրական դատարանի որոշմանը արձանագրված մտքերին, դրանք պարզապես ներկայացություն չեն, այլ բխում են սահմանադրական դատարանի որոշման արձանագրված գաղափարներից եւ դիրքորոշումներից։ Այդ 102-րդ կետը ինքնանպատակ չի մեր կողմից նկարագրվել, մենք ասում ենք, որ սահմանադրական դատարանը ուղիղ ասել է, որ երկու նպատակների միաժամանակ առկայություն է հնարավոր է համարում եւ չեն բացառում օրինակներ ուղիղ բերել, ասել է կոռուպցիոն բնույթի հանցանքներին առնչվող անձանց գործերով, որոնք օրենքի իմաստով աշխատար անձ են։ Այսինքն տեսականորեն այլ իրավիճակական այն իրավիճակն, որ մենք հիմա քննարկում ենք, պարզապես գույություն չունի։ Ներողություն, այդ մասով արդեն դիրքորոշում հայտնեցի, որովհետև սահմանադրական դատարանը, երբ որ առանձին ուսումնասիրություն սկսելու մասին հիմքերին անդրադառնում է, դրանք դիտարկում է այդ երկու նպատակների տեսանկյունից։ Բայց միևնույն ժամանակ նույն որոշմանը սահմանադրական դատարանը ասել է, որ երկու նպատակների համընկնումը կարելի է, եթե չեմ բացառում։ Սա առաջինը։ Երկրորդը, ինչը վերաբերվում է գույքի մասով դուք կարող եք անհատապես ամեն գույքի մասով հարցնվել ու պատասխանը մեկն է լինելու իմ ներկայացրած տրամաբանության լույսի ներքո Մհեր Սերժակյանի հայտարարի ներկայացնելու պատասխանատվություն ես հանդես պաշտոնից ստացումից հետո ձեռք բերված օրինական երևույթներով չի դրավորվում ցանկացած գույքի բռնկացման պահանջ մենք կարող ենք ներկայացնել։ Սա երկրորդը ասում եմ նմանատիպ եւ անփաչետրան հարցազրույց չես նմանատիպ հաստատում կա նյութերում կամ այցելությունից ապացուցի հետազոտումն են անցնում ասեք դու հարցը միջև վերջին չես ասեք նկարակոչում այդ փաստը կոնկրետ ինչից է բխում դա է հարցադրումը վկայակոչում եք ինչ-որ փաստ է ու ինչ-որ ժամանակի սկիզբ հաշվարկելու համար, ասում եք, ես փաստից եմ, ես ժամկետը վերցնում, հիմա կա, արդյոք թե չկա, չէ, հայցադիմում նկարագրված պաշտոններ կան, բայց արդյոք հայտարարի ներկայացնելու պարտականություն ունեցող սուբյեկտ լինելու վերաբերյալ համապատասխան տվյալ կա, արդյոք ես բանին ձեր եթե վերաբերում նրան արդյոք այդ պաշտոնի ենթադրում էր հայտարարի ներկայացնելու պարտականություն թե չէ, դա այդ հարցի պատասխանը չպետք է բխի գործունեությունից, այլ պետք է բխի ունեցնելու պատկանություններից։ Մասնավորապես ժամկետային առումով ժամկետների մասով ելի եմ ասում։ Մենք վկայակոչել ենք փաստի ապացուցման պարտականությունը կգնենք ոչ թե այս փուլում, այլ դատարանության համապատասխան փուլում։ Երբ որ մենք կգանք այն փուլին, երբ որ մեր վկայակոչած փաստը Մհեր Սերժակյանը 1995 թվականից եղել է ազգային ժողովի պատգամավոր, պետք է ապացուցենք, մենք կասենք հեսա, եկել ենք այդ փուլին, հեսա մեր վկայակոչած փաստի ապացույցը։ Հիմա կոպիտ ասած այս հիմքի եւ առարկայի պատմման փուլում ինձ ասում եք, որ ապացուցով եմ ապացուցում, դա այս փուլի խնդիրը չի։ Երկրորդը, ինչը վերաբերում է հայտարարի ներկայացնելու պարտականությունը, հանրային մասին օրենքով նշվում է, որ ազգային ժողովի պատգամավորը հանդիսանում է հայտարարի ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, այդ կարգավորումը գործել է նաև 2020 թվականի գործող ներկայացության օրենքի, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բնականացման մասին օրենքն է, մասնավորապես օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետը սահմանում է, որ պաշտպանատար անձն է այն անձը, որն իր զբաղեցրած պաշտոնի ուժով ուսումնասիրություն սկսելու պահին հանրային ծառայության մասին օրենքի գործող տնտեսության իմաստով հանդիսանում է հայտարարի ներկայացնելու պարտականություն ունեցող անձ կամ անձ, որը զբաղեցրել է այդպիսի պաշտոն կամ անձ, որը զբաղեցրել է այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն։ Հիմա
մեր Սեդրակյանը զբաղեցրել է այնպիսի պաշտոն, որը ուսումնասիրություն սկսելու պահի դրությամբ հարեն ծառայության մասին օրենքի գործող խմբագրության իմաստով հանդիսացել հայտարարի ներկայացնում պարտականություն եւ